Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, օրվա գլխավոր իրադարձությունների մասին նախ համառոտ։ Իրանում հրթիռների թիրախ է դարձել աղջիկների տարրական դպրոցը, կան զոհեր։ Փակ տերմինալներ, չեղյալ հայտարարված, հետաձգված ու ընդհատված թռիչքներ, Քուվեյթի օդանավակայանում հայեր են մնացել, ինչ մանրամասներ է հայտնի։ Հրթիռներ տարածաշրջանում, նարդի Հայաստանում, պաշտոնական Երևանի զուգահեռ իրականությունը։ Տապալված բանակցություններ, ինչու չաշխատեց տարածաշրջանի ապահովիչ կապույրը։ Հայ համայնքը վտանգի մեջ է Թեհրանում ու Թել Ավիվում, ինչ է կատարվում հայերի հետ։ Հրթիռների թիրախ է դարձել Իրանի Հորմոզղան նահանգի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցը։ Զոհված աշակերտների թիվը հասել է 53-ի, իսկ վիրավորների թիվը 48-ի։ Իրանական մեհր գործակալությունը գրել է, որ Թեհրանից արևել գտնվող դպրոցին հասցված հարվածից մահացել է առնվազն 2 աշակերտ։ Համացանցում տարածվում են Իրանի հոգևոր առաջնորդի նստավայրի փլուզման արբանյակային կադրերը։ Ֆարս լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները գերազանց առողջական վիճակում են, այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքյանը, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին։ Իրանի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել քաղաքացիներին լքել մայրաքաղաք Թեհրանը։ Գերատեսչության հայտարարության մեջ ասված է, որ ստեղծված վիճակով պայմանավորված մայրաքաղաքի բնակիչները պետք է տեղափոխվեն այլ վայրեր եւ քաղաքներ։ Իրանը հայտարարել է, որ թիրախ է դարձրել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական օբյեկտները։ Տեղական ֆարս գործակալության հաղորդմամբ Իրանի թիրախում են Քաթարի Ալ-Ուդեյդ, Քուվեյթի Ալ-Սալեմ, Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Դաֆրա եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան 5-րդ բազաները։ Իրանական հրթիռը հասել է Սիրիայի Էլ-Սուվեյդա շրջան։ Լրատվամիջոցներն էլ գրել են, որ Բահրեյնում իրանական բանակը հարվածել է ԱՄՆ ռազմածովային ուժերի օբյեկտներից մեկին, օդային տագնապի ազդանշան է հնչել։ Ալ-Արաբիան հաղորդել է, որ պայթյուն է տեղի ունեցել մայրաքաղաք Մանամայում։ Բահրեյնում Միացյալ Նահանգների դեսպանատունն էլ կոչ է արել իր բոլոր աշխատակիցներին մնալ տանը, երկրում ԱՄՆ բոլոր քաղաքացիներին խնդրելով անել նույնը։ Ունեցեք սննդի, ջրի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ իրերի պաշար, հայտարարել է դեսպանատունը։ Ավելի վաղ նման հայտարարություն արել էր նաեւ Քաթարում ԱՄՆ դեսպանատունը։ Ալ-Մայադինն էլ հայտնել է, որ Հորդանանի մայրաքաղաքում եւ այլ շրջաններում օդային տագնապի ազդանշան է հնչում։ Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները փակել են իրենց օդային տարածքը։ Սիրիան էլ մասամբ է փակել։ Իրանում պատերազմի պատճառով դեպի Երևան չվերթներ են հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել։ Հետաձգվել են Աբու Դաբի Երևան, Դուբայ Երևան չվերթները։ Քուվեյթ Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել։ Չեղյալ են հայտարարվել Երևան Աբու Դաբի Երևան Դուբայ չվերթները։ Տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը գործընկերոջս հայտնել է, որ Աբու Դաբիից Երևան թռիչքը ճանապարհի կեսից վերադարձել է, իսկ Երևան Դուբայ երթուղին նույնպես նստեցումից հետո չեղյալ են հայտարարել։ Քուվեյթի օդանավակայանում որոշ թռիչքներ չեղյալ են հայտարարվել։ Օդանավակայանը փակվել է, իսկ տրանզիտ գոտում գտնվող ուղևորները սպասում են, մինչև հնարավոր լինի դուրս գալ կամ այլընտրանքային լուծում գտնել։ Turkish Airlines-ն էլ չեղյալ է հայտարարել չվերթները դեպի Քաթար, Քուվեյթ, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման, Լիբանան, Սիրիա, Իրաք եւ Հորդանան։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Թեհրանը հրթիռներ եւ անօդաչուներ է արձակել Իսրայելի վրա 30 բալիստիկ հրթիռ։ Իսրայելի հյուսիսում օդային տագնապի ազդանշան է հնչել։
Ամեն բան սկսվեց Իսրայելի նախազգուշական հարվածից։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ սա կանխարգելիչ հարված է։ Ինչ տեղի ունեցավ, ինչից սկսվեց, վերջին մի քանի ժամում տեղի ունեցածը մեկ տեսաշարում։ Առավոտյան 10:30-ին մոտ Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանին։ Պաշտոնական տեղեկատվությունը Իսրայելի պաշտպանության նախարարությունը տարածեց, հայտնելով, որ կանխարգելիչ գործողություններ է սկսել Իրանի դեմ։ Տեղեկատվությունը հաստատեց իրանական ԻՐԻԲ պետական լրատվամիջոցը, նշելով, որ Թեհրանին 3 հարված է հասցվել։ Թեհրանում միացան օդային տագնապի ազդանշանները։ Թեհրանին հարվածները պատահական չէին, թիրախը ղեկավար կազմներ։ Մահափորձ տեղի ունեցավ Մասուդ Փեզեշքյանի նկատմամբ, Ալի Խամենեին տեղափոխվեց անվտանգ վայր։ Մեկ ժամ անց Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում հայտարարություններ հրապարակեց։ Պարզվում է, Միացյալ Նահանգների նախագահը դժգոհ է Ժնևյան բանակցությունների արդյունքներից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների համբերության բաժակը լցվել էր Իրանի հետ միջուկային հարցի շուրջ բանակցությունների հարցում։ Ուստի մենք ստիպված էինք սկսել ռազմական գործողություն։ Իրանը ի պատասխան Իսրայելի հարվածների 30 բալիստիկ հրթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Հաջորդեց Իրանում ինտերնետի անջատումը։ Հասանելիություն չկա Իրանի հայ համայնքի բնակչությանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարություն տարածեց։ Իրանի դեմ գործողությունը կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը ստացավ էպիկական ցասում անվանումը։ Երուսաղեմում ևս միացավ օդային տագնապի ազդանշանը։ Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանը շնորհակալություն հայտնեց Թրամփին։ Հորդանանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հորդորեց իր աշխատակիցներին եւ երկրում գտնվող բոլոր ամերիկացիներին մնալ ապաստարաններում։ Իրանի տարածքում հարվածներ են հասցվել մոտ 30 թիրախի, այդ թվում Իրանի նախագահի նստավայրին եւ հետախուզական ծառայության գլխավոր շտաբին, գրում են իսրայելական լրատվամիջոցները։ Իսրայելում արտակարգ իրավիճակ են հայտարարել Իրանի հնարավոր հարվածի ֆոնին։ Ըստ Ցախալի ներկայացուցչի, երկրում գործելու են միայն կենսական նշանակություն ունեցող օբյեկտները։ Իրանը եւ տարածաշրջանի մի քանի երկրներ տեղեկացրել են օդային տարածքը փակելու մասին։ Սեդակ Յուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Թեհրանի Պաղեստինի հրապարակում հանրահավաք է անցկացվել աջակցություն կառավարության։ Հավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարձակումների դեմ։ Էպիկական զայրույթ ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողությունն այսպես է կոչել։ Թրամփի հայտարարությանը հաջորդեց միջազգային հանրության արձագանքը։ Կոչեր, զգուշացումներ ու կյանքի կոչված սպառնալիք։ Միջազգային անդրադարձը ռեպորտաժում։ Փետրվարի 28-ին Իրանի ժողովուրդն արթնացավ պայթյունների ձայնից։ Թրամփը տեսաուղերձ է հրապարակել, ասելով, որ Միացյալ Նահանգներն ընդդեմ Իրանի ռազմական լայնամասշտաբ օպերացիա է սկսել ու այն անվանել էպիկական զայրույթ։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ դրանք անվանել է կանխարգելիչ հարվածներ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ այնտեղ գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։ Իսրայելի առողջապահության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հիվանդանոցներին հանձնարարվել է անցնել պատրաստվածության ամենաբարձր մակարդակի եւ գործողությունները տեղափոխել անվտանգ տարածքներ։ Մի շարք երկրներ արդեն իսկ սկսել են արձագանքել կատարվողին։ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանի տարածքը եւ զգոնություն պահպանել ամբողջ մերձավոր արևելքում։ Մեծ Բրիտանիան, Կանադան, Չինաստանը, Հնդկաստանը եւ Լեհաստանը իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Իրանի տարածքը։ Եղել են նաեւ կոչեր դիվանագետներին դուրս բերելու վերաբերյալ անվտանգության նկատառումներով։ Աշխարհի երկրները փորձում են զգոնություն պահպանել։ Կատարը փակել է իր օդային տարածքը։ Հարվածներից ընդամենը օրեր առաջ արաբական երկրներից որոշները խիստ մտահոգված էին հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերաբերյալ եւ հորդորել էին զսպողություն ցուցաբերել տարածաշրջանային զանգվածային կոնֆլիկտներից խուսափելու համար։ Լիբանանն օրինակ իրանամետ խմբերին, օրինակ Հեզբոլլահին կոչ էր արել չմիջամտել, որպեսզի այդպիսով չարդարացնեն շարունակվող լարվածությունները։ Իրանում ու Իսրայելում գտնվող հայերը նույնպես թիրախում են։ Թել Ավիվում հայերը ապաստարանում են, իսկ Թեհրանի հայ համայնքի հետ կապ հաստատել չի հաջողվում, ինտերնետ չկա։ Միայն տեղեկություններ են տարածվել, որ պայթյուններ են եղել Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու մոտ։ Հարվածել են նաև Թեհրանի 72-րդ հրապարակի հայկական Նարմակ թաղամասում գտնվող Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նստավայրի։ Մանրամասները ռեպորտաժում։
Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թիրախավորել են Իրանի մոտ 10 քաղաքներ, որոնցից 3-ում Թեհրանում, Սպահանում եւ Թավրիզում հայերը շատ են։ Ընդհատված հաղորդակցական կապերի եւ ինտերնետի բացակայության պատճառով հայ համայնքի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Բացի այն, որ Թեհրանում թիրախավորվել է հայկական եկեղեցու հարակից տարածքը։ Ես հիմա այդպես ստույգ լուրջ չեմ կարող ասեմ համայնքի մեջ ինչ վիճակատիրում եւ այլն։ Գիտեմ միայն, որ առաջնորդանիստ եկեղեցում Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում թիրախավորել են մի քանի օբյեկտներ։ Տեղի հայ համայնքը ամենամեծ քրիստոնյա համայնքն է։ Մոտ 150,000 հայ է ապրում Իրանում, որոնց կեսից ավելին բնակվում են ռմբակոծվող Թեհրանում եւ հարակից Սպահանում։ Դե Թեհրան եւ Իսֆահան ամենաշատ տենց խտությունը կա հայության բնակեցման առումով, հայ շատ կա այդ երկու քաղաքներում, նաեւ Թավրիզ Ուրմի հետրանք են։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առավոտյան հայտարարություն տարածեց Իրանում եւ Իսրայելում բնակվող հայերին կոչ անելով զգոն լինել։ Իրանում եւ Իսրայելում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները եւ հետեւել պաշտոնական ցուցումներին։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը եւ ըստ անհրաժեշտության հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։ Այս պահին հասանելի չեն Սփյուռքի հետ Հայաստանի կապն ապահովող կառույցները, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը եւ արտգործնախարարությունը։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Անհասանելի է Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության թեժ գիծը, որը գործարկել էր Հայաստանի արտգործնախարարությունը հայերին հորդորելով անհրաժեշտության դեպքում զանգահարել։ Սեյդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ ABC Media-ին Իսրայելում բնակվող Արսեն Շպիլբերգը հայտնել է, որ շատ խառը վիճակ է, չեն կարողանում դուրս գալ բունկերից, 10 րոպեն մեկ օդային տագնապի ազդանշան է միանում։ Մարդիկ ստիպված են կես ժամը մեկ իջնել ապաստարաններ։ Իսկ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել քննարկելու Իրանի շուրջ ստեղծված վիճակը։ Նախքան հարվածները ընթանում էին ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Կողմերը հույս ունեին, որ հնարավոր է այդ կերպ ձեռք բերել համաձայնություն։ Սակայն երեկ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է բանակցությունների արդյունքից։ Այսօր էլ ԱՄՆ-ն հայտնում է իր էպիկական զայրույթի, իսկ Իսրայելը առյուծի մռնչյուն ու Հուդայի վահան գործողության մասին։ Ինչ ուղղությամբ էր ընթանում բանակցությունն ու ինչու չաշխատեց տարածաշրջանի ապահովիչ կապույրը, Անիա Բաղյանի ռեպորտաժում։ Իրան-ԱՄՆ վերջին բանակցություններից ժամեր անց Թրամփը դժգոհություն հայտնեց։ Ես դժգոհ եմ, որ նրանք պատրաստ չեն մեզ տալ այն, ինչ մենք պարտադիր պետք է ունենանք։ Ես դրա հետ հաշտ չեմ։ Կտեսնենք ինչ կլինի։ Տեսանք ինչ եղավ։ Փետրվարի վերջին օրը Իրանում նոր պատերազմի սկիզբ դարձավ։ Իրանի դեմ գործողությունը կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ինչու հարվածեց Միացյալ Նահանգները, եթե Իրանը նստել էր բանակցությունների սեղանի շուրջ։ Սա բանակցություններ չէր, սա ուլտիմատում էր, սա վերջնագիր էր, Իրանը պետք է հանձնվեր, պետք է հրաժարվեր եւ միջուկային հարստացման իր ծրագրից եւ իր բալիստիկ հրթիռներից, այսինքն անզեն դառնար, որ Իսրայելը կարող ուներ ցանկացած րոպեին հարձակվել Իրանի վրա։ Նա առանց դրա էլ դա անում է, քանի որ Իսրայելի լոբին վերահսկում է ամբողջ Վաշինգտոնը եւ ամբողջ Միացյալ Նահանգները։ Վերջնագիր էր ոչ թե բանակցություն։ Միացյալ Նահանգները սպառնալիքներով փորձեց խեղդել Իրանին, կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը։ Հարվածները հասցրել ղեկավարությանը հիմնական թիրախը զինված ուժերի ղեկավարությանը եւ նաեւ տարբեր տեսակի ռազմական բազաների, եթե այս էլ հաշվի առնենք, ես դժվարանում եմ ասում, որքանով Իրանը կկարողանա իր ուժերը այսպես հավաքել եւ լուրջ հակահարված տալ։ Միացյալ Նահանգների քայլերը ֆիկտիվ բնույթ են ունեցել։ Թրամփն ուզում էր ցույց տալ, թե իրենք ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով կազմակերպելու համար, կարծում է իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին։ Բանակցություններին հետևում թաքնված այլ նպատակներ ունեն, որ լեգիտիմացնեն այդ հարցակումը, որ ասեն մենք համաձայնություն չեղանք, անցած անգամ էլ նույն գործառույթը արեցին, դրա համար Իրանը բոլոր սցենարների համար պատրաստ է։ Միացյալ Նահանգներ Իրան բարձր մակարդակի հանդիպումների առաջին փուլը սկսվեց Օմանում 2025 թվականի ապրիլի 12-ին։
Պատվիրակությունը գլխավորում էին Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Վաշինգտոնն ու Թեհրանը քննարկումները կառուցողական էին անվանում։ Բանակցությունների երկրորդ փուլը Ժնևում սկսվեց փետրվարի 26-ին Օմանի միջնորդությամբ։ Բանակցող կազմը նույնն էր։ Եթե այս երկու փուլերը նահանգների համար ձևական բնույթի էին, Իրանը ժամանակ էր շահում պատերազմը մեկ օր հետաձգելու համար, նշում են փորձագետները։ Իրենց նպատակը ռեժիմը փոխելն է։ Կարծում եմ, որ ավելի հավանական է, որ սա կշարունակվի Իրանի ներսում նրանք կսադրեն ինչ-որ քաղաքացիական կամ էթնիկ կոնֆլիկտներ, բախումներ, Իրանը կարող է դեստաբիլիզացվի եւ անգամ մասնատվի։ Իրանի տարածքում կարող են ստեղծվել տարբեր կիսապետություններ, ինչպես եղավ Իրաքում։ Նախորդ պատերազմից բավական թուլացել է Իրանը, կարծում է Ռուբեն Սաֆրասյանը։ Մինչդեռ իրանցի փորձագետը հակադարձում ու ընդգծում է. սցենարը կանխատեսելի էր պաշտոնական Թեհրանի համար, որին նախապատրաստվել էին։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ է ստիպել ագրեսորներին զղջալ գործողությունների համար։ Հայտարարություն է տարածել նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։ Հայտարարությունում շեշտել են թշնամին կարծում է, որ Իրանի անսասան ժողովուրդը կենթարկվի նրանց վախկոտ միջոցներով ներկայացրած մանր պահանջներին։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը սկսել է վճռական արձագանք տալ այս թշնամական գործողություններին, հայտնել է խորհուրդը։ Իրանի դեմ ռազմական գործողությունը վերաբերում է ամբողջ տարածաշրջանին, այն ազդելու է մեծ մերձավոր արևելքի երկրների վրա։ Փորձագետները համոզված են, որ տարածաշրջանը մտնում է ռիսկի բարձր փուլ։ Հայաստանի համար էլ սա ուղիղ անվտանգային օրակարգ է։ Իրանի դեմ պատերազմը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, որտեղ է Հայաստանը շախմատային այս խաղատախտակի վրա, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Մերձավոր արևելքում ամենից վտանգավոր սցենարը իրականություն դառնալու ճանապարհին է։ Աննախադեպ են Իրանի դեմ հարվածներն իրենց ծավալներով ու կազմակերպվածությամբ։ Ըստ մասնագետների տարածաշրջանը մտնում է լայնածավալ պատերազմի փուլ։ Այս կոնֆլիկտը կարող է տարածվել Իրաք, կարող է տարածվել Աֆղանիստան, կարող է տարածվել Սիրիա եւ այլն եւ այլն։ Սա կարող է բերել մեծ անկայունության եւ տնտեսական ճգնաժամի։ Վաշինգտոնը հայտարարում է գործողությունների նպատակը Իրանի ռազմական կարողությունների սահմանափակումն է, մինչդեռ Թեհրանը տեղի ունեցածը որակում է բաց պատերազմ եւ արդեն անցել է պատասխան գործողությունների։ Իսլամական պետությունը հարվածներ է հասցրել տարածաշրջանի այն երկրներին, որտեղ կա ամերիկյան ռազմաբազա։ Պատասխան գործողությունների շրջանակում ընդգրկելու է տարածաշրջանի այն երկրները, որտեղից Միացյալ Նահանգները կամ Իսրայելը Իրանի դեմ կոնկրետ գործողություններ կիրականացնեն։ Հիմա այդ գործողությունների շրջանակը կարծես թե նշված այն երկրներն են, որ Իրանը պատասխան գործողությունը իրականացրել է։ Իսկ թե հետագայում ինչ այլ երկրներ կներգրավեն, ապա այդ մասով նույնպես կարծում եմ Իրանի պատասխան գործողությունը կընդգրկի նաև այդ երկրները։ Իրանն արդեն հայտարարել է տարածաշրջանում կա պետություն, որն օգնել է Իսրայելին հետախուզության գործում։ Իսլամական պետությունը չի հստակեցրել, որ պետության մասին է խոսքը, բայց նշել է, Իրանը համապատասխան հարվածն անպայման հասցնելու է։ Կան տեղեկություններ, որ Իրանի հրթիռային պատասխան գործողության ընթացքում դրանց հայտնաբերման գործում տարածաշրջանի երկրներից մեկը առանց այդ երկրի անվան նշելու աջակցել է Իսրայելին հոբ գործողությունների հակաօգնի պաշտպանության գործողություններում։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ ուշադիր հետևում են զարգացումներին, այս երկրների ոչ ղեկավարները, ոչ էլ արտաքին գործերի նախարարները որևէ բառ չեն ասել հակամարտության մասին, նույնիսկ չկան զսպվածության կոչեր։ Մինչդեռ թուրքագետը կռահում է, թուրքական պետությունն անպայման օգտվելու է ստեղծված վիճակից։ Թուրքիան այս անգամ առանց մեծ աղմուկի ըստ էության արդեն իր այդ չեզոքությունը, որ անցյալ անգամ փորձում էր պահել, դրանից հրաժարվում է եւ ամերիկացիների այսպես ծրագրերի մեջ է իր տեղը փորձում գտնել։ Իրանի ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմը փոխում է նաեւ հարավային Կովկասի ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Այս պայմաններում Հայաստանը հայտնվում է գերտերությունների շահերի հատման կետում։ Կստացվի Հայաստանի մոտ պահպանել անվտանգությունը առանց հակամարտության մեջ ներքաշվելու։ Ըստ Արտուր Խաչիկյանի, հարևան պետությունում լայնածավալ պատերազմի ֆոնին նարդի խաղացող ու սուրճի սարքի մոտ հրճվող ղեկավարը իզորու չէ դիմակայել հնարավոր վտանգին։ Իրեն պետք է համոզել, որ նա ոչինչ չանի, ոչինչ չասի,
եւ չզբաղվի ընդհանրապես ոչինչով, որ ավելի մեծ վնաս մեզ չտա։ Եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն, մենք արդեն վաղուց պայմանավորություն կունենայինք արևմուտքի երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ, մեր շատ սիրելի Ֆրանսիայի հետ, որ այս վիճակում նրանք թույլ չեն տա, որ Հայաստանի դեմ ագրեսիա գործեին այս պետությունները։ Այստեղ մի քանի հնարավորություն կա։ Առաջինը դա փախստականների մուտքն է Հայաստան Իրանից, երկրորդը դա այն է, որ փախստականները կհոսեն Ադրբեջան եւ այնտեղից Ալիևը արդեն կարող է ասել, որ նրանք պետք է վերադառնան Արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստան, եւ այդ փախստականները գան արդեն Սյունիք, եւ երրորդ հնարավորությունը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այս փախստականների հետևից կգան եւ այսպես կոչված անվտանգության գոտի կստեղծեն Հայաստանի տարածքում։ Ու մինչ փորձագետները վերլուծում են տարածաշրջանի գլխին կախված վտանգները, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը շրջում է Հայաստանի բնակավայրերում ու նարդի խաղում Բակի պապիկների հետ։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը հարվածում է ամերիկյան բազաներին ինքնապաշտպանության համար։ Մենք չենք կարող պարզապես նստել եւ նայել, թե ինչպես են նրանք հարձակվում մեզ վրա, ասել է Արաղչին։ Բացի այդ, նա հայտարարել է, որ գրեթե բոլոր իրանցի պաշտոնյաները ողջ են եւ անվտանգ վայրում են։ Հնարավոր է կորցրած լինենք 1-2 հրամանատարի, հավելել է նա։ Իսկ ինչպես է արձագանքել պաշտոնական Երևանը Իրանում եւ տարածաշրջանում տեղի ունեցողին։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին։ Իրանում եւ Իսրայելում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորել է պահպանել անվտանգության կանոնները եւ հետևել պաշտոնական ցուցումներին։ Փաշինյանն էլ շրջում է Հայաստանում։ ՔՊ ներկուսակցական քարոզարշավը սկսվել է։ ՔՊ-ական падգամավորներն ու պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոբուսով շրջում են մարզերում։ Ներկուսակցական քարոզարշավն է մեկնարկում եւ իհարկե մենք կուսակցական միջոցառում կունենանք, բայց այս ընթացքում նաեւ կօգտվենք առիթից եւ քաղաքացիների հետ կշփվենք, կզրուցենք, տպավորություններ կկիսենք նրանց հետ եւ այսպես շարունակ։ Հիմա այս ավտոբուսով մի հատ ցույց տուր։ Երևա դա ավտոբուսը, ստեղ է։ Երկով արեք առաջած։ Ճանաչում եք Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Դավիթ Խուդացյանն այստեղ, Բխիթար Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Վահագն Ալեքսանյան, Արուսյակ Ջուլհակյան, Արեն Մկրտչյանը զուգահեռ մեր ուղիղ եթերին խփում է, իր ուղիղ եթերն է, Հասմիկ Հակոբյան, Սասուն Միքայելյան, Արայիկ Հարությունյան, Գնա առաջ գնա Արարատ Միրզոյանը, Նազելի Բաղդասարյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Հովանիսյանը, Հայկ Գոնջորյանը, Միլադա Հովանիսյանը, Հայկ Խալումյանը, Գնել Սանոսյանը, Սիսակ Գաբրելյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Գարիկ Սարգսյանը, Արաքսիա Վարդանյանը, Արսեն Հովսյանը։ Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահեդ Ավթյանը շեշտում է, որ Իրանի նկատմամբ իսրայել-ամերիկյան հարվածները պետք է դիտարկել ոչ միայն ռազմական անվտանգային, այլև գեոտնտեսական հարթությունում։ Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է, այդտեղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20-ից 25% եւ հեղուկացված բնական գազի մինչեւ 30%։ Սա գլոբալ էներգետիկ շուկայի սեղման կետն է։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ։ Եթե Վաշինգտոնը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության, ապահովելով վավերացնել 1982 թվականի ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան, ապա իրավական հարթությունում կսահմանափակվի Թեհրանի կարողությունը խոչընդոտելու նավարկությունը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի արտահերթ թողարկումը ժամը 21-ին է, կհանդիպենք առայժմ։